Բարև ձեզ։ Օրվա թեմայի այսօրվա թողարկումը տեսագրում եմ բավականին անսովոր, բայց հրաշալի մի ֆոնի, լորվա չքնաղ բնության ֆոնին, թեպետ թեման, որին անդրադառնալու եմ, իհարկե մեղմ ասած, նույնքան հրաշալի չէ։ Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացում այդ կարգավիճակի համար որոշված քաղաքացիական պայմանագիր կառավարող կուսակցության վարչությամբ որոշված թեկնածու Ռուբեն Ռուբինյանը, որը գուցե թողարկման հեռարձակման պահին արդեն լինի Ազգային ժողովի նախագահի կարգավիճակում, անդրադարձել է մի էական խնդրի։ Խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացի հատուկ բանագնաց լինելու մասին, նա ասել է, որ միանգամայն կամովին է ստանձնել այդ կարգավիճակը, որպեսզի կատարի ինքն իրեն տված խոստումը, այն է թույլ չտալ, որպեսզի կրկնվի իրավիճակ, երբ Թուրքիան կլինի Հայաստանի դեմ պատերազմող պետություն, անմիջական կամ այլ պետության աջակցի կարգավիճակով։ Սա շատ կարևոր արձանագրում է իհարկե, եւ անխոս է, որ առհասարակ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի պարագայում պետք չէ թույլ տալ իրավիճակ, որ այդ կենտրոնը լինի Հայաստանի դեմ պատերազմող։ Խոսքը չի կարող լինել միայն Թուրքիայի մասին, առհասարակ սա պետք է լինի սկզբունքային հարց բոլոր ուժային կենտրոնների առումով։ Հայաստանը չպետք է թույլ տա իրավիճակ, երբ որևէ ուժային կենտրոն կարող է լինել իր դեմ պատերազմողի կարգավիճակով։ Բայց Ռուբինյանը շոշափում է մի շատ կարևոր ասպեկտ, մի շատ կարևոր հարց, որը իհարկե հնչում է արդեն մի քանի տարի, բայց չունի գործնականում պատասխան։ Նա խոսում է, որ պետք չէ թույլ տալ այդպիսի իրավիճակի կրկնություն։ Իսկ ով է թույլ տվել այդպիսի իրավիճակի նախադեպ։ Ողբերգական նախադեպ, որ եղավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի տեսքով, որտեղ Թուրքիան ոչ միայն մասնակցում էր պատերազմին, այլ ավելին հրամանատարն էր, այդ պատերազմի հրամանատարը, կառավարիչն էր Թուրքիան, եւ սա բավականին հայտնի իրողություն է։ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ առաջնորդվել են այն ռացիոնալ սկզբունքով, որ պետք չէ թույլ տալ իրավիճակ, երբ Թուրքիան կլինի Հայաստանի դեմ պատերազմում ներգրավված կողմ, եւ թույլ չեն տվել այդպիսի իրավիճակ։ Նրանք կարողացել են կառավարել այդ ռիսկը, առաջնորդվելով հենց պրագմատիկ սթափ հաշվարկներով, եւ օրինակ նույն 2016-ի ապրիլյան քարոզիային, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Թուրքիայի միջամտություն չեղավ։ Իհարկե պատճառները տարբեր էին, թե ինչու չեղավ այդ միջամտությունը, բայց այդ պատճառների շարքում նաև այն էր, որ Հայաստանը իր դիվանագիտությամբ թույլ չէր տվել այդ ռիսկի առարկայացում։ Իր դիվանագիտությամբ ապահովել էր, որպեսզի չստեղծվի իրավիճակ, երբ Թուրքիան կդառնա Հայաստանի դեմ պատերազմող։ Այս տեսանկյունից ողբերգական նախադեպը ստեղծվել է հենց այն ժամանակ, երբ արդեն իշխանության էին Ռուբեն Ռուբինյանը իրենց քաղաքական թիմով եւ առաջնորդ Նիկոլ Փաշինյանով։ Եվ այստեղ է, որ հարց է առաջանում, եթե Ռուբինյանը ուզում է թույլ չտալ կրկնություն, ով է թույլ տվել նախադեպ եւ ինչ սխալի հետևանքով։ Այստեղ կրկնեմ, Ռուբեն Ռուբինյանը իր ելույթով ինֆորմացիոն առիթն է, հարցը ամենևին Ռուբինյանը չէ, հարցը իրողությունն է, երևույթը եւ դրանից բխող հարցերը ու դրանց վերաբերյալ ըստ էության բացակայող պատասխանները։ Ինչ սխալ է տեղի ունեցել կամ ինչ քայլեր չեն արվել, որ պետք է արվեին, որպեսզի չլիներ այդ ողբերգական նախադեպը։ Այդ հարցի պատասխանը հանրությունը չի ստացել կառավարողային ուժից, որի պաշտոնավարման ընթացքում էլ եղել է այդ նախադեպը, որը պետք չէր թույլ տալ։ Եվ երբ օրինակ այսօր հայտարարվում է, որ պետք չէ թույլ տալ կրկնություն, այդ հարցը, թե ինչու է թույլ տրվել նախադեպ, դառնում է առավել առարկայական, որովհետև դրան պետք է հաջորդի մյուս հարցը, իսկ ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ, որոնք թույլ են տվել այդ իրավիճակը, առնվազն քաղաքական պատասխանատվության, եւ արդյոք եղել է այդ քաղաքական պատասխանատվությունը։ Թեպետ այստեղ իհարկե մատուցվում է հասարակությանը ճակերտավոր մոգական կամ ճակերտավոր իմաստով սրբազան մի պատասխան, որ 44-օրյա պատերազմը եղել է ռուս-թուրքական դաշինքի ձեռքի գործ։
Բայց այս պարագայում հարց է առաջանում. եթե եղել է ռուս-թուրքական դաշինքի ձեռքի գործ, որը գրեթե ուղիղ տեքստերով կամ անուղղակի տարբեր խողովակներով, հարակից մեխանիզմներով տարածել եւ տարածում է գործող իշխանությունը, եթե 44-օրյա պատերազմը եղել է ռուս-թուրքական դաշինքի ձեռքի գործ, ապա ինչպես կարող է այդ ձեռքից դուրս լինել անմիջականորեն պատերազմին հաջորդած հայ-թուրքական կարգավորման գործընթացը, որի ի դեպ առաջին հանդիպումը եղել է հենց Մոսկվայում, եւ այդ գործընթացի մասնակիցների նշանակումը։ Ինչպես կարող է այդ դաշինքից դուրս լինել պատերազմի, այսպես ասած, շարունակությունը, դրան հաջորդած քաղաքական որոշումները եւ զարգացումները, եթե պատերազմը, ինչպես լայնորեն տարածել է իշխող ուժի քարոզչական նարատիվը, եղել է ռուս-թուրքական դաշինքի ձեռքի գործ։ Ըստ այդմ պարզ է, որ այս ամենը չի կարող տեղավորվել տրամաբանական մեկ ընդհանուր շղթայի մեջ։ Հետևաբար, եթե եղել է ռուս-թուրքական դաշինք, պատերազմը եղել է այդ դաշինքի պլանավորած, իրականացրած եւ ավարտած գործընթացը, ապա չի կարող դրանից դուրս լինել շարունակությունը, քաղաքական շարունակությունը, որ եղել է պատերազմից հետո, այդ թվում հայ-թուրքական կարգավորման գործընթաց ասվածի տեսքով, եւ հետեւաբար նաեւ այդ շարունակության մասնակիցների նշանակումը։ Ըստ այդմ, Հայաստանի հատուկ բանագնացը ինչ կարող էր վճռել։ Հայաստանի հատուկ բանագնացի ինստիտուտը մեծ հաշվով այդ գործընթացում դառնում է քաղաքական բուտաֆորիա, պարզապես ֆորմալություն եւ ոչ թե իրական քաղաքականություն որոշող հանգամանք, որ թույլ տա կամ չտա որևէ սխալի կրկնություն։ Իսկ եթե չի եղել ռուս-թուրքական դաշինքի ձեռքի գործ, ապա նախ հարցեր են առաջանում այս նարատիվը ակնհայտորեն իշխանական աջակցությամբ եւ հովանիով տարածելու առնչությամբ, ինչպես նաև այն առնչությամբ, թե այդ դեպքում ով է, որ թույլ է տվել ողբերգական նախադեպի ձևավորումը, նախադեպի արկայությունը, երբ Թուրքիան պատերազմել է Հայաստանի դեմ, դրանից բխող հետևանքով։ Ով է թույլ տվել, ինչ սխալներ են արվել, կամ ինչ ճիշտ քայլեր չեն արվել, կամ քայլեր, որոնք ճիշտ ու սխալ լինելու առումով կարող էին իհարկե գնահատվել հետագայում, բայց չեն արվել եւ բերել են այդ նախադեպին։ Եվ կրկնեմ, ինչ պատասխանատվություն պետք է լինի այդ ամենի համար, այդ նախադեպը թույլ տալու համար։ Եթե այս հարցերի պատասխանը չկա, ապա չի կարող որևէ կերպ համոզիչ լինել որևէ պնդում, թե ներկայիս մեծամասնությունը, ներկայիս իշխանությունը անում է անհրաժեշտը նոր այդպիսի իրավիճակ թույլ չտալու համար։ Նորի գնահատականը կարող է լինել միայն եղածի վերաբերյալ հարցերի եւ պատասխանների ամբողջության պարագայում։ Ըստ այդմ, Հայաստանի հասարակության համար կարևոր են դառնում այն հարցերը, որ փորձում է ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացում շոշափել Ռուբեն Ռուբինյանը, կառավարող ուժի թեկնածուն, այսպես ասենք, ի պաշտպանություն իր թեկնածության։ Կրկնեմ, որովհետև ողբերգական նախադեպը եղել է հենց այն իշխանության շրջանում, որը հիմա խոսում է սխալի կրկնություն թույլ չտալու մասին։ Մինչդեռ այս հարցերի փոխարեն Հայաստանի Հանրությունը ստանում է, ինչպես նշեցի, քարոզչական տարատեսակ մանիպուլյացիաներ։ Սա է կարևոր դարձնում այս թեման, հատկապես ներկայիս շրջափուլում, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են բարդանում աշխարհաքաղաքական պրոցեսները այս ռեգիոնի շուրջ եւ բնականաբար բարդանալու է դրանց ազդեցությունը ռեգիոնի հանդեպ։ Եվ այս պայմաններում կարևոր է դառնում, թե Հայաստանի հասարակությունը որքանով ամբողջական պատասխաններ կստանա 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդող զարգացումների վերաբերյալ, որովհետեւ մենք տեսնում ենք այդ զարգացումները շարունակում են լինել քաղաքական ընդհանուր պրոցեսի տրամաբանության մեջ շոշափելի ներկայություն ունեցող շերտեր։ Մինչդեռ այս հարցերին պատասխանների փոխարեն, օրինակ, խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը, որ պատրաստվեց 1 տարի եւ ավելի աշխատանքի արդյունքում, անբացատրելի կերպով ոչ թե ներկայացվեց հասարակության դատին, այլ անմիջապես տեղափոխվեց խորհրդարանի արխիվ։
ընդ որում զեկույց, որը կարծես թե պատրաստվել էր հենց իշխանության գերակա մասնակցությամբ։ Եվ հետևաբար հարց է առաջանում, եթե հենց իշխանության գերակա մասնակցությամբ պատրաստված զեկույցն է ըստ էության թաքցվում է հասարակությունից, ապա ինչպիսի բովանդակություն կստանա հասարակությունը, եթե ապահովվի բազմակողմ մասնակցությամբ, հավասարակշռված մասնակցությամբ քննության մեխանիզմի առկայություն եւ այդ մեխանիզմի միջոցով 44-օրյա պատերազմի հետ կապված բոլոր քաղաքական եւ ռազմական հարցերը քննելու, պատասխաններ ստանալու հնարավորություն եւ ոչ միայն այդ 44 օրերի վերաբերյալ, այլ դրանց նախորդող եւ դրանց հաջորդող քաղաքական process-ների։ Կրկնեմ, սա շատ կարևոր է ոչ թե պարզապես անցածը գնահատելու համար, այլ անցյալի վերաբերյալ ամբողջական կամ հնարավորինս ամբողջական պատկերացման շնորհիվ ներկան գնահատելու եւ ապագայի վերաբերյալ ներկայում արվող գործողությունների արդյունավետությունը չափելու համար։ Այստեղ է շատ էական, որ այդ մեխանիզմի փոխարեն հանրությանը մատուցվում են քարոզչական նարատիվներ, որոնք չեն էլ տեղավորվում ընդհանուր տրամաբանական շղթայի մեջ եւ քողարկվում են հանրությունից անգամ իշխանության գերակա մասնակցությամբ ձևավորված աշխատանքային զեկույցներ։ Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա այդ պատերազմը մեծ հաշվով ոչ թե ռուս-թուրքական դաշինքի պլանավորված եւ իրականացրածներ, այլ այդ պատերազմը ըստ էության արձանագրում էր ռուս-թուրքական էական գործակցության ավարտը, առնվազն այս ռեգիոնում, եւ շատ ավելի խրթին process-ների մեկնարկը։ Սա իհարկե պոպուլյար չէ քարոզչական շրջանառության տեսանկյունից, բայց Հայաստանի հանրության համար եւ Հայաստանի Հանրապետության ապագայի ավելի կենսունակ լինելու եւ ավելի հեռանկարային լինելու համար շատ կարեւոր է առերեսվել նաեւ ոչ պոպուլյար, լայն սպառման տեսանկյունից ոչ լիկվիդային թեմաների եւ արձանագրումների։ Հայ-թուրքական հատուկ գործընթացը եւ այդ գործընթացի տրամաբանությունը մեծ հաշվով ենթադրում են իհարկե բոլորովին այլ process-ներ, բոլորովին այլ տրամաբանություն, քան տարածվող քարոզչական նարատիվները, սա անկասկած է։ Բայց կրկնեմ, այդ ամենում կողմնորոշվելու համար չափազանց կարևոր է նախ տիրապետել եղած նախադեպի, ողբերգական նախադեպի ամբողջական գնահատմանը, ինչպես նաև կարողանալ ռեգիոնում տեղի ունեցող process-ները արձանագրել տարիներով ներդրված քարոզչական նարատիվներից զերծ, դրանց ցանցից դուրս։ Սա է, որ գոնե առայժմ որևէ կերպ թույլ չի տրվում Հայաստանի հանրությանը։